Նոյեմբերի 25-ին Հայաստանում վնասազերծված խմբի գործով ձերբակալվել են 4 ազատամարտիկներ՝ Խաչիկ Ավետիսյանը, Աղասիմ Մարտիրոսյանը, Էդուարդ Ներսիսյանը ապար մականունով և Հարություն Սարիբեկյանը զիմ մականունով։ 4-ն էլ առողջական խնդիրներ ունեն։ Մեծընտիգրան գնդի հրամանատար Վլադիմիր Առաքելյանը վստահ է, որ իշխանությունը այս քայլով հաշվեհարդար է տեսնում ազատամարտիկներից քաղաքական հայացքների համար։ Ավետիսյան Խաչիկը սրտի պրոբլեմներ ունի, Զիմը պարկած էր հիվանդանոցում սրտի պրոբլեմներով, Աղասիկը նույնը, ապարը вообще ասենք համ իր տարիքը, համ ինքը ընդհանրապես ոչ լսում էր, ոչ տեսնում էր, իր տարիքներ են բավականին մեծ, կարծեմ 65 պետք է լինի, եթե չեմ սխալվում։ Իրանցից տեղեկությունը սենց է, տղան է զանգ տվել ինձ, Զիմի տղեն, ասելով, որ իր հերը արդեն 28-րդ օրը հացադուլի մեջ է եւ պատրաստվում է, որ ջրադուլ բանանի։ Իհարկե տղուն ասել են, որ իմ կողմից հորդորի հորը, որ ինու տղեն ասեց, որ իմ հերս իր մեղքը ընդհանրապես չի վեկալում, անմեղ է։ Նրա խոսքով ազատամարտիկները անմեղ են, որևէ կապ չունեն այս գործի հետ։ Առաջիկայում ազատամարտիկները հանդես կգան հայտարարությամբ ի պաշտպանություն ձերբակալված ընկերների։ Սաֆարովի նման տականքները իրանց երկրում ուրեմն հերոսի կոչում են տալիս, իսկ մեր ազատամարտիկների տղաները, ովքեր որ հերոս են, իրանց ուրեմն ձերբակալում են անհիմ ձևերով, միտում թե համագործակցում են հանցավոր խմբի հետ։ Նախ առաջինը թող այս իշխանությունը լավ իմանա, առաջինը հանցավոր խումբը ինքն է, որովհետև եթե ինքը հանցավոր խումբ չլիներ, այսօր հանցավոր խումբ չէր լինի Հայաստանում։ Ու իսկ այն ազատամարտիկ, ովքեր որ իր էությամբ ինքը կյանք է տվել այս երկրի համար, երբեք ինքը չէր դառնար, որից է մի հանցավոր խմբի անդամ։ Պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանի ընտանիքը բնակվում է Էրեբունի համայնքում վարձակալած տանը։ Կինը Թամարա Ավետիսյանը առաջին լրատվականին մանրամասներ պատմեց իրենց տան խուզարկությունից, ամուսնու ձերբակալությունից։ Թամարա Ավետիսյանը չի բացառում, որ ամուսնուց իշխանությունը վրեժխնդիր է եղել իր քաղաքական հայացքների համար։ Երբեկան մեր տուն մեզ չասեցին ինչի համար է։ Բացարձակ ոչ մի բան չեն ասել ինչի համար է։ Տունը խուզարկեցին, ասին պետքա տանենք, ուզեցին տղաներս էլ տանեն ճիշտն ասած, բայց հետո զանգ ստացան, որ տղաներին պետք չի։ Իսկ հանցախմբի համար ես ընդհանրապես չեմ լսել, չեմ նկատել ինչ-որ բան ու չեմ ճանաչել Արթուրին։ Հանցախմբին չեմ ճանաչել բացարձակ։ Չենք լսել այդպես բան։ Երբ իրան տարան, 2 օր հետո նոր արդեն գրեցին, որ սենց հանցախումբ կա եւ ձերբակալվել է Խաչիկ Ավետիսյանը այդ հանցախմբի համար։ Տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 7 փամփուշտ, որից 5-ը դատարկ է եղել։ Շատ վաղուց փամփուշտներ ա եղել դա։ Տիկին Թամարայից հետաքրքրվեցինք, հանցախմբի գործով ձերբակալվածներին արդյոք ճանաչում է։ Ընդհանրապես ոչ մեկը չկար ինձ ծանոթ, ես մի անգամ Նելիին տեսել եմ ինչ-որ բանի էլեկտրաէներգիայի այդտեղ եմ տեսել, իմ տղան էլ կողքը կանգնած, մամա, բա այս աղջիկը հենց առաջի օրվանից ինքը այստեղ մասնակցել է, շատ խելացի աղջիկ է, Նելի, ինչքան գիտեմ Նելի։ Հա, մնացածին չեմ ճանաչել բացարձակ։ Ոչ մեկին։ Իդեպ Խաչիկ Ավետիսյանը դստերը պետք է նշաներ, բայց աղջիկա նշանդրեքին, հիմա պետքա նշանեինք աղջիկան, էլ չի ստացվել դեռ։ Դեռ սպասում ենք հայրիկի գալուն։ Եվ թորնիկի ենք սպասում, դա էլ չգիտի։ Տեղի ունեցած ըստ նրա քաղաքական վրեժխնդրություն է։ Տիկին Թամարան կոչ արեց ժողովրդին ոտքի ելնել եւ պայքարել ազատամարտիկների ազատության համար։ Ես որ չեմ կարող արդեն էլ դիմանամ։ Ասենք ինքը շատ մարդկանց հետ աշփվել, բայց դա այդ հեռախոսազանգը կամ ինչ-որ զանգը, հիմա եթե իր հեռախոսի մեջ բացեք, շատ մարդկանց համարներ կա, բայց դա չի նշանակում, որ ինքը կապ ունի բոլորի հետ, հիմա ինքը հացադուլի ժամանակ իրան շատ են եկել, իրան շատ են հարցեր տվել, հեռախոսի համար են վերցրել, ուրեմն նշանակում է ինքը բոլորի հետ է։ Սեյրանն էլ է իր մոտ գնացել, ասենք մեր Օհանյան Սեյրանը, բոլորը։ Ես կարծում եմ, որ մեր տղաները անմեղ են։ Հունվարի 26-ին լրանում է Խաչիկ Ավետիսյանի երկամսյա կալանքի ժամկետը, եթե ամուսնուն ազատ չարձակեն, Թամարա Ավետիսյանը կդիմի այլ միջոցների։ Սիրանուշ Պապյան, Մարաթ Հովհաննիսյան, Առաջին լրատվական։